Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով այս հավասարակշռությունը խախտվեց, նախ փոխադարձ անվստահություն կար, խորը ու ինչպես ցույց տվեց ժամանակը անանց, բայց դրան դեռ կարելի էր դիմանալ ու դիմացան։ Բնական է եկեղեցին, եթե չի աշխատել, ապա հաստատ դեմ էլ չի եղել, որ Հայաստանի ղեկին այլ անձնավորություն լինի, ավելի վստահելի, ում գալուց հետո եկեղեցին հաստատ ավելի շահեկան դիրքերում կլիներ ու ավելի ազատ, քան կա ոչ միայն Փաշինյանի եւ անգամ կար Քոչարյանի ու Սարգսյանի օրոք։ Սակայն իրական բեկումը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարչապետն է, իսկ կաթողիկոսը մնում է ամենայն հայոց։ Այս հայտարարությամբ գուցե ոչ պատահաբար սկսվեց դիմակայության նոր ու բացահայտ փուլ։ Եկեղեցին իր ամենաճանաչված դեմքերով պասիվ սատարողի դերից անցավ քաղաքական գործընթացներ նախաձեռնողի դերին։ Կաթողիկոսի ամենայն հայոց լինելն ու Հայաստանի 4-րդ հանրապետության տեսլականը փաստացի անհամատեղելի են։ Այստեղ արդեն անձերը, կույսերը, կաշառակերները, բռնապետները երկրորդական հարցեր են։ Կա երկու մոտեցում եւ մեկ Հայաստան։ Ակներև է, որ մոտեցումներից մեկը ավելորդ է։ Այսօր մենք ականատես ենք ոչ միայն երկու համակարգերի, աշխարհիկ պետության եւ ազգային եկեղեցու, այլև երկու անձերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոս Գարեգին II-ի պայքարին։ Հարցն այնքան է անձնավորվել, որ կուլիսային լուծումները այլևս քիչ հավանական են թվում։ Արդյոք բախումը տեղի կունենա։ Ցավոք, դրա հավանականությունը ավելի մեծ է։ Եկեղեցին կփորձի պաշտպանվել։ Գուցե, բայց տեսնելով, թե ինչպես առաջամարտիկներին Բագրատ, Միքայել Մկրտիչ սրբազաններին գրեթե առանց մարտի հանձնեցին, դժվար թե եկեղեցական վերնախավը ցանկանա մտնել կասկածելի ելքով լայնածավալ ու նոր պայքարի մեջ։ Ինչպիսին էլ լինեն զարգացումները, ակնհայտ է մի բան, մենք ապրում ենք պատմական ժամանակահատվածում, որտեղ վերաձևակերպվում են հայկական պետականության եւ ազգային ինքնության հիմնարար սկզբունքները, եւ այս գործընթացում յուրաքանչյուրս պետք է լինենք ոչ միայն դիտորդ, այլև սթափ դատող, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս բարդ իրավիճակում։